Հիմալայան մայրին 16-ամյա Մերիի տնկած առաջին ծառն է։ Ընկերների հետ գյուղի հարևանությամբ արդեն 4200 ծառ են տնկել, 6 հեկտար։ Կանաչ գործին միացել է բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը։ Կողքյան տարը մեր պապերն են տնկել, մենք հետևում ենք նրանց օրինակին։ Կողբի անտառը համայնքին է պատկանում, Եվրամիության ծրագրով հետևում են, որ ծառերը չհատվեն, թանկարժեք ծառեր են տնկում, ծրագրի մեկնարկից ի վեր 20 հեկտար են հիմնել։ Մոտ 10 տարուց այս լանջը պատված կլինի կաղնիներով եւ ընկուզենիներով։ Ծառատունկը դա դեռևս չի նշանակում, թե այնտեղ կանաչ զոնա ստեղծեցին։ Նվազագույնը 70% կպչողականությունը ապահովել։ Եվրամիության ծրագիրը մեկ թերություն ունի, կարծում են բնապահպանները։ Անտառը հատում են անտառապահ գյուղացիները։ Հսկողությունը պետք է խիստ լինի, հատկապես Կողբի հարևան Զիկատար բնապահպանական կենտրոնում, որտեղ կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանիներ կան։ Որևէ համայնքապետ կարող է արդյոք արձանագրություն կազմել, ակտ կազմել մի գյուղացու վրա, որը մի ծառ է կտրել, մի թուփ է կտրել, նա իր համագյուղացին է։ Անվճար տաքանալու ցանկությունը գյուղացու վրա երբեմն ավելի թանկ է նստում, քան էլեկտրականությունն ու գազը։ Ապուրինի հատած 1 խորանարդ մետր անտառի դիմաց 30,000 դրամ տուգանք է սահմանվում։ Ստուգայցի առաջին օրը բնապահպանության նախարարության տեսուչները վառելիքով բեռնված 8 մեքենա են կանգնեցրել։ Առաջին ցրտերի գալուն պես բնապահպանների զգոնությունը ավելանում է ոչ միայն անտառում, այլև մայրուղիների վրա։ Այն ինչ որ տեսնում եք, ընդամենը մեկ բնապահպանական ստուգայցի արդյունք է։ Այս բեռնատարում օրինակ հաճար է բարձած։ Հարևան բեռնատարում էլ հաճարից բացի նաև բոխի կա։ Ընդհանուր առմամբ 40-ից 50 խորանարդ մետր ծառ է հատվել։ Տեսուչներն ասում են, զգոն են լինելու, ստուգելու են ցանկացած կասկածելի բեռնատար։ Սեզոնը նոր է բացվել։ Հույս ունեն, որ առաջին նախազգուշացումը կզսպի ապօրինի անտառահատներին։ Արսեն Թումանյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։